Վերջին 7 տարիներին հանցագործությունները մեր երկրում կրկնապատկվել են, բայց հանցագործություն բացահայտելու փոխարեն ընկնում են քաղաքացիների հետևից, որ ինչ-որ հանցանք իրենց վրա վերցնեն, պես թուղթ տա գրեն, գնան, ասեն դե գործը բացահայտեցինք, փակեցինք։ Միանշանակ, տեսեք, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ոստիկաններ ամեն օր ծանրաբեռնված են մեկ անձի A-կետից B-կետ տեղափոխելու ժամանակ։ Տեսեք, նույն վերցնենք երեկվա օրինակ։ Մարդիկ ոստիկանական բռնության դեմ ակցիա էին կատարում քննչականի դիմաց, եռապատիկ, քառապատիկ ավելի շատ ոստիկաններ են եկել հավաքել։ Վախի մթնոլորտն է այդպես ձևավորում։ Ֆուտբոլի ֆեդերացիայի տխրահարճակ ղեկավարի վերաբերյալ մեր քաղաքացիները իրենց նորմալ, օբյեկտիվ ընդվզումն էին ներկայացնում, տեսանք ինչ էր կատարվում մարզադաշտում եւ մերձակայքում։ Այսինքն, այդ ողջ ոստիկանական համակարգը, եթե կենտրոնացված է այդ րոպեին այդտեղ, պարզ է, չէ՞ որ հանցագործները հանգիստ են լինելու ժամանակին սովետական տարիներին մի հայտնի իտալական ֆիլմ կար, երբ որ ֆուտբոլի խաղի ժամանակ իմանալով որ ողջ հումորային ֆիլմ էր, որ ողջ ոստիկանական, ողջ քաղաքը ֆուտբոլով է տարված, այսինքն գնում էին գողության, շատ լավ ֆիլմ էր։ Հիմա մեր երկրում այդ վիճակն է,